Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Մաշ Իսրայելյանի և պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի երկրորդ դուստրը։ Նրանք դստերն անվանակոչել են Ալիա։ Մաշ Իսրայելյանն իր ինստագրամյան էջում նոր կադրեր է հրապարակել ու ցույց տվել հիվանդանոցից դուրս գրման պահերը։ Այս ամենը շատ էմոցիոնալ ու հուզիչ է։ Star News-ն առանձնացրել է կադրերն ու լուսանկարները։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Անդրադառնալով այլ նորություններին նշենք, որ շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանն իր ինստագրամյան էջում օրերս հայտնել էր, որ վթարի է ենթարկվել։ Այս լուրի մասին պատմելով Արամը մանրամասներ է ներկայացրել, իսկ Star News-ն առաջարկում է լսել նրան։ Զավեշտալի դեպք ա եղել, ես ընկա ավտոյի տակ, սա կատակ չի, ավտոյի տակ եմ ընկել, բայց մոտ բան եմ ուզում պատմեմ, սենց բաներ вообще չեմ պատմում, բայց որոշեցի պատմեմ։ Տերյան փողոցում այս վիդեոն գտնում եմ, որ կարող է երիտասարդը տեսնի էլի այս վիդեոն։ Ուրեմն Տերյան փողոցը ուզում եմ անցնեմ, պիտոմ չթույլատրվող մասով խոստովանում եմ, բայց կանգնում եմ, մեքենան կանգնում է, ցույց է տալիս, որ անցնեմ։ Ես անցնում եմ փողոցը, մարդ չկա, ոչ մեկ չկա, ասես խախալ բան աշխատանք է ես Տերյանի վրա։ Անցնում եմ ու մեքենան արագանում է շատ ռիսկի, ես հիմա չգիտեմ, ինադուան թե հանկարծակի է իր մոտ լինում, շատ արագանում, մի երևի 5 մետրի վրա խոսքը գնում էլի, նենց արագանում, ուրեմն ես քանի որ ի ուրախություն ինձ եւ իմ ընտանիքի սպորտային մարդ եմ, հասնում եմ, բարձր թռնում եմ, ավտոն խփում է կոշիկիս, ոնց որ ոտից ու կոշիկիս, ոտը շատ չի վնասվում, համարյա ասենց ֆրցնում եմ, անգնում եմ գետնին, ձեռներով կարում եմ ինձ պահեմ էլի, ու սենց ոչ մի բան իրականում չի լինում, նայեք, ուղիղ ասում եմ ձեզ, զարմանալու է ոչինչ չի լինում, ու սենց որ ես կոպտում, զարմանքս հայտնում, ավտոն ճռռստում քշում է։ Ոնց կգժվեմ։ Ու սենց կանգնում եմ, մեկ էլ տեսա գնում է, դե Տերյանը ինքն էս չի, որ կարողանաս քշես ու ավտոն կանգնում է, որտեղ դիմաց ավտոներն ու կարմիրը ոնց կվազեմ, գժված վազում եմ ու դիմացից մի հատ տղամարդ է դուրս գալի, տեսել է այդ իրավիճակը ու տեսնում ասում է բան չանես, աղջիկա, վազում եմ, եկել ինքը արդեն դե ջոգել է, որ էլ չի կարա փախնի, ավերոնկեքը միացնում է, դուրը բացում է, մի հատ 20 տարեկան սիրիահայեր կամ պարսկահայեր, ոնց որ սիրիահայեր, մազերը ասենք լպստած հետևը տարած, անթերած, որ նա չափալախի հրաշիկը թափել վրից,
կները արդեն վազելուց այնքան էներգիա, ահագին վազի երևի 70 մետր ռիվոգ եմ արել, կան էներգիա տարա, որ հասա արդեն հանգստացել էի, իրականում ոչինչ չարեցի, պես դուրը փակիցի ասի գնա, ու գիտեք ինչի եմ էսի նեղվել տսել էլի, արա вообще կապ չունի ինչ ա եղել, ոնց կարա մարդը ինչքան էլ այդ բան շոկ ա իրա մոտ, ոնց կարա քշի փախնի, իրոք ոնց կարա մարդ պատասխանատվություն չկրի իր արարության մոտ։ Միշան մենակ ես հարցում չսրվել, լիքը հարցել կան, բայց շատ խնդալու էր, որ այնքան մազերն են որ կողքից իմացել էին աղջիկա, բայց երիտասարդ էր, որը ներողություն խնդրեց մի 67 անգամ, իրականում մատով չկպա իրան, բայց դուրը փակիցա սի գնա, բայց այդ տղեն ընտանիք ունեն, ինքնից պատասխանատվություն կրելու։ Լավ, ինձ բան չեղավ, լավ սիրուն էի հագնվել, քիչ փոշոտվեցի։ Լսել սենց մի վթարի պատմություն, սա իմ կյանքում առաջին դեպքն էր, մի միջայլոց, բայց փառք Աստծո, կոշիկս կեղտոտվեց, մեկը ձեռքերս։ Շոումենի դուստրը Էլիզ Մելիքյանը ևս ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Բլոգերն իր միկրոբլոգում պատմել է այն մասին, որ հիվանդացել է։ Նա վատառողջ է և իր հույզերի էմոցիաների մասին պատմելով Էլիզան հիշել է նաև արխիվային կադրեր, որտեղ երաժշտական դպրոց է այցելում։ Առաջարկում ենք դիտել այդ կադրերը։ Սիրելիներս, բարի երեկո, անտանելի վատ վիրուսը, սթորիս բոլորդ պատասխանել եք, որ ձեր ընտանիքներում էլ կա այս վիրուսը, 5 օր, 10 օր, մի ամիս, ինչ-որ շատ վատ վիրուսը, մի հատ լավ տեղ եմ կաթացնում աչքիս, բավականին բացվել է, ընդհանուր առմամբ լավ եմ, շատ շնորհակալ եմ, այնքան լավ բաներ եք գրում, քանի եմ որ ասում ժամանակ ունեմ, սենց մի քիչ ձեր հետ խոսեմ։ Շնորհակալ եմ շատ ձեր ակտիվության համար, այնքան նոր մարդիկ են ավելացել իմ էջում, որ լիքը պատմելու բան ունեմ ձեզ, մի քիչ լավանամ, կսկսեմ էջս ավելի ակտիվ պահել, կիսվել իմ առօրյայով, հետաքրքիր կոնտենտ ունենամ, շնորհակալ եմ շատ բոլորիդ։ Նույն բանն է, դավայ գնացիք միասին Thank you.